Սիրելի ֆուտբոլասերներ, խաղային օրը մեզ մոտ շարունակվում է եւ հիմա օրվա վերջին հանդիպումը կդիտենք Էլիտ լիգա, որտեղ մրցում են միմյանց Վերդերն ու Կադիսայո շատ հետաքրքիր հանդիպանական հետը կլինենք։ Հիմա անմիջապես գրոյի է ասում Վերդերը, Մայիս Մելքոնյանն է ստացել գնդակը դեպի Մուրադյանը գլորեց, Սարգսյան։ Այո, սա երկրորդ տուրից հետաձգված հանդիպում է, թիմերը ավելի վաղ պետք է իհարկե հանդիպեին, բայց իհարկե Վերդերը պայքարում էր դեռ Վինտեր կապ մրցաշարում, որտեղ հասավ մինչև կիսաեզրափակիչ, հետո էլ արդեն իհարկե այս հանդիպումը հարկադրաբար, այսպես ասենք, հետաձգվեց եւ թիմերը միայն այսօր են միմյանց դեմ մրցում Էլիտ լիգայի շրջանակներում, պատկերը իհարկե Էլիտ լիգայում օրեցօր ավելի փոխվում է միանգամից մի քանի թիմեր մրցաշարային աղյուսակում տեղափոխվում են վերից վար, այսպիսի խիտ է դասավորված մրցաշարային աղյուսակը Էլիտ լիգայում եւ հիմա ինքներդ էլ իհարկե կհասկանաք ինչպիսի պատկեր է առաջացել այնտեղ, այս պայդրությամբ Չելսին է գլխավորում Էլիտ լիգան 13 միավորով Լեռնային Արցախ, Մանչեսթեր Սիթի, Վիլյարեալ, Վերդեր, այս թիմերը ունեն 12 միավոր եւ կիսում են երկրորդից 5-րդ հորիզոնականները, ուժեղ էր մի փոքր այստեղ Ջուլակյանի կատարած փոխանցումը, Ինտերը 10 միավորով 6-րդն է, Կադիսն էլ այս պահին ունի 4 հանդիպումից հետո 9 միավոր եւ գտնվում է մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականում իհարկե այսօր Կադիսը եթե հաղթում է Վերդերին հավասարվում է հենց մրցաշարային աղյուսակում Վերդերին Մելքոնյան սա փորձեր երվից արադարձ իհարկե Պողոսյանը ներողություն Սարգսյանն էլ ավելացեց գնդակի ընթացքը բայց այն հայտնվել ցանցում այս դրվագում Վերդերի ֆուտբոլիստերի մոտ չստացվեց իհարկե Վերդերը ակտն ինքներդ նկատում եք եւ հիմա թիմերի հայտարարությունները երբ կներկայացնեմ ավելի པարզ կդառնա ինչպեսի խորհուրդներով է ներկայացել այս հանդիպանը Շիրխանյան չանցավ նաեւ այս փոխանցումը եզից կնետի Կադիսի իսկ հիմա ես սաունթացնեմ այս հանդիպան հետ կապված թիմերի հայտարարությունները այս գրոյին էլ հետևենք նոր Կարեն Շիրխանյան Լավ նկատեց Խաչատուրյանին իսկ այստեղ բավական բարձր է ստացվում Գեգամ Խաչատյանի հարվածը եւ այսպես Վերդեր Էդվարդ Հարությունյանը պաշտպանում է դարպասը համար 1 Էրիկ Էլոյան համար 7 Արթուր Սարգսյան համար 8 նա այսօր խաղադաշտում է այո վերադարձավ Սարգսյանը խաղադաշտ ու տեսնենք արդեն իհարկե այս բավական երկար դադարից հետո ինչպես կփորձի օգնել Վերդերին Հայկ Մուրադյան համար 10, Մայիս Մելքոնյան համար 11, Նաթի Միավակն է, Կարո Թորոսյան համար 13, Խաչատուր Էրզրումյան համար 14, Գևորգ Պողոսյան համար 20 եւ Պայեստային դարպասապանն է Իգոր Հովսեփյանը համար 99, Կադիս Հայկ Լալազարյանը պաշտպանում է դարպասը համար 1, Վարազդա Դուրգայան համար 3, Նաթի Միավակն է, Նարեկ Մակարյան համար 9, Սևադա Օհանյան համար 10 Գեգամ Խաչատրյան համար 17, Վարուժան Ավդալյան համար 22, Ռուբիկ Ջուլակյան համար 23, Կարեն Շիրխանյան համար 27, Ռոբերտ Մարության համար 77 եւ Ռոբերտ Ֆիդանյան համար 80 Երկար փոխանցում ենք տեսնում դեպի Օհանյանը լավ իջեցեց այստեղ գնդակը Սևադա Օհանյանը ու տեսնենք շարունակությունը Կադիսի, բայց այսքանով ավարտվեց այո Կադիսի գրոհը Թորոսյանը լավ աշխատեց թիկունքից Թույլ չտվեց Օհանյանին ոչ փոխանցում կատարել, ոչ էլ հայտնվել հարվածային դիրքում ու հիմա արդեն Վերդերը կսկսի դարպասից Էդվարդ Հարությունյանը գլորում է գնդակը Զորա Բատարյանի ուղղությամբ այո Ադալյանը նույնպես հիմա հավելվածը թարմացնելուց հետո կա հայտարարություն, այո Ադալյանին եթե չեմ սխալվում չնշեցի Վերդերի հայտարարությունը ներկայացնելիս, բայց դա միայն տեխնիկական պատճառներով է Զորա Բադալյանն 23 համարի ներքո է գործում Վերդերի կազմում հիմա արդեն հարված ենք տեսնելու Կադիսի դարպասից, այո եթե հաղթում է այսօր Վերդերը մրցաշարային աղյուսակում այս պայդրությամբ Վերդերը կբարձրանա առաջին հորիզոնական, ասում եք ճիշտ է դեռ կսպասի Վիլյարեալին ու Լեռնային Արցախին, ովքեր պետք է անցկացնեն իրենց բաց թողած հանդիպումները, բայց on-line տարբերակով եթե
իհարկե դիտարկենք Վերդերը հաղթի եւ իհարկե միջև մրցակիցների հանդիպումները անցկացնելը Վերդերը մրցաշարային ակուսակի միանձնի առաջատարը կարող է դառնալ այս տուրից հետո Սարգսյան լավ գործողություն է թողեց գնդակ Ադարյանին Մելքոնյան դեպի Սարգսյանը եւ Սարգսյանը հիմա կարող էր գրավել դարպաս, այո, այսպես ասենք, վերադարձի խաղում կարող էր գոլով տոնել այդ ամենը Արտուր Սարգսյանը, բայց մի փոքր թույլ ստացվեց Սարգսյանի հարվածը Ֆիդանյան իջեցեց գնդակը շատ հաջող իջեցում էր, բայց բրավո Մուրադյան ու հետո էլ Ֆիդանյանը արդեն խախտեց խաղի կանոնները այս իրավիճակում եւ հիմա տեսնենք ինչ պատահեց Վերդերի ֆուտբոլիստ Հայկ Մուրադյանին իհարկե Ֆիդանյանը կոպիտ խաղաց այստեղ, ճիշտ է միտում չկար Ֆիդանյանի գործողություններում, բայց խաղի կանոնների խախտումը իհարկե մնում է խաղի կանոնների խախտում ու տեսնենք ստանդարտը ինչի կվերացի Վերդերը հեռահարատարածություն, բայց գնդակի մոտ է Մայիս Մելքոնյանը նա իհարկե ունի նմանատիպ դարպասի գրավումներ այսպիսի տարածություններից տուգանային հարվածներից այս փորձը տեսնենք Մելքոնյան, բայց պատի վրա է ընդունում Մելքոնյանի հարվածը Ֆիդանյանը հենց փակեց գնդակի ուղղությունը ինքը կատարել էր այս խաղի կանոնների խախտումը ինքն էլ այսպես ասած վնասազերծեց մրցակցին այս դրվագում տվյալ դեպքում Մելքոնյանի հարվածը Շիշխանյան ու այստեղ բրավո Թորոսյան բայց Ֆիդանյանը հարվածեց ու Էդվարդ Հարությունյան ծափարություններ այստեղ թե Թորոսյանին թե Հարությունյանին իհարկե երկուսն էլ հրաշալի գործեցին նախ Ֆիդանյանից իհարկե փոխանցում է ավելի շատ կանխատեսվում դեպի խաղանկերը, բայց Ֆիդանյանը որոշեց հարվածել ու Էդվարդ Հարությունյանը միայն վերջի պահին կարողացավ վերացնել գնդակը։ Հիմա անկյունայինը տեսնենք, հենց Ֆիդանյանը լիացնում է այն դեպի Ջուլակյանը, բայց Ջուլակյանի մոտ էլ հարվածել չստացվեց Սարգսյանը արագանում է Սարգսյանը Լավ նկատեց Մելքոնյանին կրունկով դեպի Մուրադյանը, բայց Շիխանյանը ավելի շուտ այստեղ արձագանքեց գնդակին, ճիշտ է մի փոքր էլ ուժեղ ստացվել ու կարող էր հիմա շատ, այսպես ասած, չարաբաստիկ փոխանցում ստացվել, քանի որ Լալազարյանը այլ ուղղությամբ էր դուրս եկել դարպասից, քան Շիրխանյանը փոխանցում էր, բայց իհարկե ամեն ինչ շատ լավ կարողացան կանխել Կադիսի ֆուտբոլիստները Մակարյան թողեց գնդակը այստեղ Ջուլակյանին ու երկար փոխանցում դեպի Շիրխանյանը ինչպես նկատեց Ջուլակյանը Շիրխանյանին հարված Ադարյանն է փակում գնդակի ուղղությունը Օհանյան դեպի աջ նորից Մակարյան ու Շիրխանյանին է կրկին հասցեագրում գնդակը Սևադա Օհանյան, լավներ փոխանցումը Խաչատրյանը ընդունեց գնդակը ձախ եզրում, բայց շարունակությունը պետք է հաղորդել Մակարյան, Խաչատրյան, հարված Էլոյանը հիմա կանգնեց գնդակի ճանապարհին եկավ այն Ֆիդանյանի մոտ, բայց հարվածը բարձր է ստացվում Ռոբերտ Ֆիդանյանի կատարած, այո Կադիսը հիմա այս րոպեներին ավելի ակտիվ գործեց, փորձեց իհարկե պատասխանել Արտուր Սարգսյանի կատարած հարվածին, ճիշտ է Ֆիդանյանի հարվածն էլ նույնպես վտանգավոր էր նախորդ դրվագում, բայց ամենայն դեպս իհարկե թիմերը պետք է ավելի ուշադիր գործեն հատկապես պաշտպանությունում երկուսն էլ ունեն հարձակման առաջատարներ ովքեր կարողանում են շատ լավ իրականացնել ու օգտագործել իրենց առաջացած հնարավորությունները Հայկ Մուրադյանն է գնդակով Մուրադյան դեպի Մելքոնյանը, բայց այստեղ Խաչատրյանը ավելի շուտ արձագանքեց գնդակին դեպի կենտրոն Ֆիդանյան կար խախտում մնաց գնդակ Օհանյանի մոտ իսկ հիմա արդեն սուլեց մրցավոր, այո Հիմա ստանդարտ է իրականացնելու Կադիսը Ֆիդանյանն է գնդակի մոտ Փորձում է հարվածել այսպիսի տարածությունից, այո Ֆիդանյանը հարվածում է, բայց Այո, լինենք արդարացի բավական հեռու է տարածություն ու պատկերացնել Դարպասի գրավում կարող են Էլոյան, Մելքոնյան ու հիմա Վերդերը գրավում է դարպասի ինչ արեց Էլոյան ու Մելքոնյանի գրոյի եզրափակումը այսպես է ստացվում 1-0 Վերդերն առաջ է հասնում հաշվի մեջ
Մայիս Մելքոնյան 1-0 բացված է հանդիպման աշխիվը, իհարկե Մելքոնյանը դարձավ գոլի հեղինակ, բայց ծափարություններ կրկնակի անգամ Էրիկ Էլոյանինով ստեղծեց այս հնարավորությունը Վերդերի հավաքի Մայիս Մելքոնյանի համար, Մելքոնյան դուբլ 1 րոպեում արդյոք ոչ բարձր ստացվեց Մելքոնյանի հարվածը, հիմա կարող էր Մելքոնյանը իհարկե շատ ծանր իրավիճակում դնել Կադիսին, ընդամենը 1 րոպեն չսպարված իհարկե կդառնա դուբլի հեղինակ, եթե գրավեր դարպասը, բայց Մելքոնյանի այս փորձը բարձր ստացվեց, իսկ իհարկե Էլոյանին եւս մեկ անգամ ծափարություններ, ինչպես դաթար վերցրեց ու կատարեց այդ փոխանցումը, որից հետո Մելքոնյանը չվրիպեց շատ լավ տարածությունից, Էլոյան հիմա էլ Պողոսյանին է ուղարկում գնդակը լավ չընդունեց Պողոսյանը, բայց հարվածը մի փոքր բարձր ստացվեց ամեն դեպքում, ակտիվ է Վերդերը, հիմա բավական մոտ էին Վերդերի ֆուտբոլիստները այս ընթացքում կրկնապատկելու իրենց առավելությունը, խուճապ է կարծես առաջացել հիմա Կադիսի ֆուտբոլիստերի մոտ Կադիսի պաշտպանությունում, բայց Կադիսն էլ իհարկե լինենք արդարացի, սովոր է նմանատիպ իրավիճակներում ճիշտ վարվելու, իհարկե շատ գրագետ գործել մրցակցի դեմ խաղերում, հիմա տեսնենք Ֆիդանյանը առաջանում է, փոխանցում, բայց այստեղ չհասկացան Ֆիդանյանն ու Մակարյանը միմյանց արդյունքում գնդակը Հայկ Մուրադյանին դեմ Մուրադյան, բայց այստեղ էլ Խաչատրյանը փակեց փոխանցման ճանապարհը, Մակարյանն մեկ հպումով թողեց գնդակը Սևադա Օհանյանին ու նորից Մուրադյան, բայց Թորոսյանն էլ ապահովության համար հեռացեց գնդակը, այո վտանգավոր էր գրում Կադիսը, բայց այստեղ կարողացան Վերդերի պաշտպանները լավ գործել, Ջուլակյան դեպի Խաչատրյանը, դեպի կենտրոն Շիրխանյանի ուղղությամբ, Շիրխանյան շարժվում է առաջ Շիրխանյանը, աչից կա Դուրգարյանը, ուղարկեց գնդակը Վարազդա Դուրգարյանին, տեսնենք Դուրգարյանի փոխանցումը եւ այստեղ Սարգսյանն է փակում գնդակի ճանապարհ, այո, մնաց գնդակը Դուրգարյանի մոտ դեպի Ֆիդանյանը, փորձում է Կադիսը հիմա իհարկե առաջանալ, փորձում է հավասարեցնել հանդիպան աշխիվը, բայց պետք չէ մոռանալ Վերդերի հզոր զենքերից մեկը իհարկե հակագրոնները, որոնք Վերդերը շատ լավ է իրականացնում, հատկապես երբ ունի Մելքոնյանի պես առաջնային հարձակվող իր թիմի կազմումով իսկապես ամեն դրվագում կարողանում է շատ լավ հարված իրականացնել։ Մենք դրանում համոզվեցինք ընդամենը րոպեներ առաջ, երբ Էլոյանի փոխանցումից հետո Մելքոնյանը գրավեց դարպաս, այո, կարող է հիմա Կադիսը գնալ առաջ ու փորձել հավասարեցնել հանդիպան աշխիվը, բայց կրկնում եմ պետք է առնվազն Մելքոնյանին վերահասկել հարձակման գծում Սարգսյան, տեսնենք շարունակությունը գրոհի, Սարգսյանը պահեց գնդակը, Սարգսյանը լավ է գործում, դաշտի միջին հատվածում կարողանում է վերահասկել իրավիճակը, հիմա եթե գլորում դարպասապահ Հարությունյանին իհարկե շատ գրագետ վարվեց, չկային տարբերակներ, ստիպված այսպես պետք է Մուչասինք ստիպված, բայց իհարկե շատ խելամիտ որոշում ընդունեց Սարգսյանը, Ադարյան դեպի Պողոսյանը Գտա Պողոսյանն էլ Մելքոնյանին ձախ եզրում, Մելքոնյան ցածրից ու եթե ասեր գնդակը Մուրադյանին իսկապես ինչ փոխանցում կտեսնեինք այս դրվագում, բայց ստացվեց այստեղ փակել գնդակի ճանապարհը Եթե չեմ սխալվում, Խաչատրյանը հեռացեց գնդակը դաշտի սահմաններից դուրս, ամենայն դեպս ես իսկ նետելու է Վերդերը, Էլոյան դեպի Ադարյանը ու դեպի ետ Հարությունյանը կհասնի այս գնդակին, այո, հասավ ու պահեց, բայց ամեն դեպքում ես իսկ նետի Կադիս, այո, միջև վերջ, այսպես ասենք, չստացվեց պահել գնդակը դաշտի սահմաններում Կադիսի ֆուտբոլիստների մոտ, Սևադա Օհանյան Մակարյան կրունկով ավելացեց ու բրավո Թորոսյան հասներ գնդակը Շիրխանյանին դա հավասար է դարպասի գրավման, քանի որ միայնակ էր մնում Հարությունյանի դիմաց ու նույնիսկ Շիրխանյանը ժամանակ կստանար գնդակը ընդունելու եւ իհարկե հարմարեցնելու իր ոտքին, Մելքոնյան, բրավո Մելքոնյան, շարունակությունը Մելքոնյան ու ֆանտաստիկ է ամեն ինչ արված 2-0 Վերդերը կրկնապատկում է իր առավելությունը, Մելքոնյանն էլ դուբլ է գրանցում իր անվան դիմաց, բայց հիմա մրցավարը կուսումնասիրի Շիրխանյանի դրվագը հասկանանք կար խախտում թե ոչ։
Դիտեց վրսավարը դրվագի կրկնապատկերը ու դարպասի գրավում դարձանագրված է այո Վերդերը կրկնապատկում է իր առավելությունը կար վարկած որ Մելքոնյանը խախտել էր խաղի կանոնները Շիրխանյանի դեմ պայքարում բայց կրկնապատկերը դիտելուց հետո մրցավարը հստակ կայացրեց իր որոշումը Մայիս Մելքոնյան դուբլ արդեն այս խաղում 2-0 էլ հաղթում է Վերդերը այո Կադիսը ակտիվ էր մեկ տարկային Ռոպեներին, բայց այսպես Վերդերը իր շանսերը օգտագործեց ու հիմա Մելքոնյանը իր ողջ անհատական վարպետությունը գործի դնելով գրավեց դարպասը հիմա արդեն կրկնակի բարդացավ Կադիսի խնդիրը Մակարյան երկար փոխանցում այստեղ Թորոսյանն է հեռացնում գնդակը Էրոյան ու եզրային նետում կիրականացնի Վերդերը այո Կադիսի ֆուտբոլիստից գնդակը հեռացավ դաշտի սահմաններից դուրս Պողոսյան ուժեղ փոխանցում բայց իհարկե սա ավելի շատ հեռացման փորձ կարելի էր համարել ոչ թե փոխանցում ու եզրից նետում են Կադիսի ֆուտբոլիստները Ջուլակյան Ուղարկեց գնդակը Շիխանյանին, բայց այստեղ էլ հաջող խլում իրականացեցին Վերդերի ֆուտբոլիստները Պողոսյան, Խաչատրյան, այստեղ խլեց գնդակը Կադիսը Խաչատրյան ու արդեն դուրս էր եկել այո գնդակը դաշտի սահմաններից դուրս եզրից պետք է նետի Վերդերը Մուրադյան դեպի Պողոսյանը ուժեղ փոխանցում առաջ ու այստեղ Ես իստեկել են Կադիսի ֆուտբոլիստերը Խաչատրյան պայեց գնդակը դաշտի սահմաններում իսկ այստեղ արդեն կորցրեց գնդակը Կադիսը Թորոսյան Մուրադյան ու դուրս էր այո եկել գնդակը դուրս ես այն նետում նորից իրականացնի Վերդերը Սարգսյան ավելացրեց գնդակի ընթացքը եւ այստեղ այո կարող էր հասցեագրել գնդակը Մելքոնյանին ով արդեն սպառնալից կլիներ քանի որ մեկի դեմ կպայքարեր Մելքոնյանի եթե ստանար գնդակը բայց ամեն դեպքում մի փոքր չեղությամբ ստացվեց Սարգսյանի փոխանցումը երկար փոխանցում դեպի Ֆիդանյանը ու փորձեց ընթացքից Որցալ գնդակը Ֆիդանյանն ու արվածել իհարկե շատ ճիշտ վարվեց բայց գտնել ցանց այս անգամ չստացվեց Կադիսի ֆուտբոլիստի մոտ Պողոսյան ուժեղ է նաև այս փոխանցումը այո սխալները այս րոպեներին ավելի շատացան երկու թիմերի կազմում էլ Բայց իհարկե, սա միայն ու միայն ձեռնտու է Վերդերինով այս սպայդրությամբ հաղթում է 2-0 հաշվով Կադիսին Սարգսյանն առաջացավ Մելքոնյանին թողեց գնդակը, բայց այստեղ հաջող խլեցին գնդակը Մելքոնյանից Կադիսի ֆուտբոլիստները Կարեն Շիրխանյան ու այստեղ էլ Ադարյանն է լավ դուրս գալիս պաշտպանությունից, անցումը ստացվեց Ադարյանի մոտ Փոխանցումը նույնպես ու այստեղ չհասավ գնդակը ոչ Մելքոնյանին ոչ էլ Սարգսյանին Մելքոնյանի համար մի փոքր ուժեղ էր Սարգսյանի համար մի փոքր թույլ Հայկ Մուրադյան դեպի Պողոսյանը մեկապումով էլ դեպի պաշտպանության կենտրոն ուղարկեց Պողոսյանը գնդակը Թորոսյան նորից Պողոսյան լավ է գործում Պողոսյանը Մուրադյան Մելքոնյան լավ է խաղարկում Վերդերը գնդակը Մելքոնյան հետրիկ արդեն կայանում է Մայիս Մելքոնյանի 3-0 Վերդերը ինչ անում Առաջի խաղակեսում եռապատկում է առավելությունը Երեք 0 այո Մելքոնյանը դարձավ հետրիկի հեղինակ արդեն այս խաղում ու հիմա առաջի կեսում հենց Եռապատկում է Վերդերի առավելությունը իսկապես Մելքոնյանին պետք է վերահսկեին ավելի իհարկե ուշադրության կենտրոնում քան արեցին Կադիսի պաշտպանները ու նա այսպես է օգտագործում իր շանսերը հատկապես երբ Էրզրումյանը խաղադաշտում չէ ու Մելքոնյանը նոմինալ հարձակվողն է Վերդերի իհարկե այսպես պետք չէ վարվել Մելքոնյանին պետք է իսկապես
Շատ խիստ վերահասք էին, բայց դա տեղի չունեցավ, իսկ հիմա Հարությունյանը փրկում է այս վտանգավոր տուգանայինից հետո Վերդերին իսկապես Մակարյանն էր, եթե չեմ սխալվում, հայտվել հարվածային դիրքում ու Էդվարդ Հարությունյանը իսկապես կարողացավ փրկել։ Հիմա ես նետում եմ Կադիսը, Սարգսյան Շիրխանյանին բաժնասավ գնդակը Սարգսյանը միջամտեց պայքարին Մուրադյան Խաչատրյանն էլ այստեղ էր պայքարում, բայց Մելքոնյանին է նորից բաժնասում գնդակը ոչ Շիրխանյանին ու հենց Շիրխանյանից էլ գնդակը դուրս է գալիս դաշտի սահմաններից դուրս, այո, կնետի եզից Վերդերը։ Խորոսյան ուժեղ փոխանցում առաջ, Ջուլակյանը այստեղ հեռացեց գնդակը եւ ես նորից Վերդերն է նետում։ Մուրադյան դեպի Մելքոնյանը եւ այստեղ խլում իրականացրեց Ֆիդանյանը նույն տարածությունը հաղթարեց իր գրեթե րոպեներ առաջ Մելքոնյանը, բայց այստեղ արդեն ստացվեց հարվածային դիրքում հայտվել, իսկ այստեղ կար խախտում Պողոսյանի դեմ պայքարում թե ոչ, իսկապես բարդ է ասելը, մրցավարը շատ մոտ էր կանգնած ու խաղի կանոնների խախտում չնկատեց, ես հիշեցնեմ իհարկե, որ առաջի խաղակեսն է եւ 3-0 Մայիս Մելքոնյանի հետրիկի շնորհիվ հաղթում եմ։ Վերդերը այս խաղում Ադարյան Սարգսյան դեպի աչը գլորում Մուրադյանի ուղղությամբ Սիրելի ֆուտբոլասերներ, մեզ մոտ մեկնարկում է Վերդեր Կադիս հանդիպման երրորդ խաղակեսը, այո, առաջի կեսից հետո ունեցանք 3 դարպասի գրավում, 3-ն էլ Մայիս Մելքոնյանի կատարմամբ հետրիկ առաջի խաղակեսում ու Վերդերը հաղթում է առաջի կեսից հետո 3-0 հաշվով Կադիսին, տեսնենք երկրորդ կեսում Կադիսի պատասխանը ինչպես կլինի, իսկապես շատ գեղեցիկ գնդակներ խփեց մեկը մյուսից Մելքոնյանը ու տեսնենք երկրորդ խաղակեսը իհարկե թիմերին ինչ կտա, այն որ առաջի խաղակեսը լի էր վտանգավոր պայերով կարծում եմ ինքներդ համոզվեցիք, բայց հիմա արդեն 1.25 րոպե ունի Կադիսի տրամադրության տակ պարտությունից խուսափելու համար Վերդերն էլ իհարկե ավելի մոտենալու ու ամրապնդվելու հերթական հաղթանակին Շիրխանյանն է գնդակով Շիրխանյան սա փոխանցում էր դեպի Մակարյանը, որը չանցավ, երկրորդ տեմպով կգրոյի Կադիսը, Դուրգալյան ուղարկեց Ջուլակյանին Եվս մեկ փոխանցում Թորոսյանն է հիմա հեռացնում գնդակ ու արդեն Ջուլակյանը թողնում է գնդակը դարպասապահ Լալազարյանին Ֆիդանյան մնաց գնդակով երկար ժամանակ դեպի Մակարյանը, բայց չստացվեց այստեղ Մակարյանի մոտ Ադարյանն էլ դեպի Մելքոնյանն էր փորձում ասիագել գնդակը, բայց Դուրգալյանը առաջինն էր երկրորդ հարգում նորից Ֆիդանյան դեպի Ջուլակյանը, այստեղ պրեսինգ է գնում Մելքոնյանը, Ջուլակյանը դեպի առաջ շարժվեց, լավն էր փոխանցումը, վտանգավոր գրոյի փորձ Կադիսից, բայց արդեն Ադարյանը չեղարկեց այդ ամենը ու ընդամենը եզրից հիմա կնետեն Կադիսի ֆուտբոլիստները Շիրխանյան Մելքոնյանը այստեղ էլ փորձեց խլում իրականացնել, բայց չստացվեց, բայել է գնդակը Շիրխանյանը հարվածում է Շիրխանյան ու Պողոսյանը փակեց գնդակի ճանապարհը, հետո էլ խլում ու դեպի Մելքոնյանը արդյոք կստացվի, այո, ստացվեց Պողոսյանի մոտ փոխանցում իրականացնել Մայիս Մելքոնյանի ուղղությամբ դեպի նորից Պողոսյանն էլ Մելքոնյանը փորձեց ուղարկել, փակվեց փոխանցման ճանապարհը եւ այստեղ արդեն Վերդերը կարողանում է դուրս գալ պաշտպանությունից, այո, Կադիսը դիմել էր պրեսինգի Դուրգալյան
Դուրգարյան կհասնի այս գնդակին Դուրգարյանը փոխանցեց, բայց Էլոյանին ուղիղ ստացվեց այս փոխանցումը, Էլոյան վտանգավոր է, Էլոյան գրավել է պետ դարպասը շատ վերցրեց, դադար ու ստիպված եղավ արդեն հետ փոխանցել Հայկ Մուրադյանին։ Լավն է դա է Մուրադյանի կատարած փոխանցումը դեպի Էլոյանը վտանգավոր է, գրում Վերդերը իսկապես ամեն գրով վտանգավոր է ստացվում, Արթուր Սարգսյան դեպի Էլոյանը, Էլոյան ու այստեղ Լալազարյանը փրկում է Կադիսին, այո շատ վտանգավոր իրավիճակ էր, որը կարող էին դարպասի գրաման վերածել Վերդերի ֆուտբոլիստերը, բայց այստեղ իհարկե դիրքում էր դարպասապահ Լալազարյանը, ով ետ մղեց գնդակը, Շիրխանյան Լավն էր փոխանցումը դեպի Ֆիդանյանը, Ադարյանը մնաց ոտքերի վրա, այո չտրվեց այս խաբկանքին, իսկ այս փոխանցումը էլ ավելի լավն էր իհարկե Մակայանը արդեն պատրաստ էր գնդակով հայտնվել դարպասում, բայց Էդվարդ Հարությունյանը ամենաճիշտ պահին դուրս եկավ ու ֆիքսեց գնդակ Էլոյան դեպի Մելքոնյանը, այո, այլ ուղղությամբ էր արդեն շարժվել Մելքոնյանը, բայց ստացվեց պահել գնդակ այս պատ խաղարկումը եթե իհարկե ստացվեր այնպես, որ Մելքոնյանը կարողանար պահել գնդակը իհարկե ֆենոմենալ շարունակություն կարող էր հաղորդել գրոհին այդպիսին էր տպավորությունը հենց այն պահին, երբ խաղարկեցին պատը Մելքոնյանն ու Էլոյանը, բայց Մելքոնյանը գնդակին հասնել այս դրվագում Մելքոնյանի մոտ չստացվեց, Պողոսյան վերականգնեց գնդակը Վերդերի համար Պողոսյանը, իսկ այստեղ այո արդեն կար խաղի կանոնների խախտում Պողոսյանի դեմ պայքարում Ստանդարտը տեսնենք ինչի կվերացի Վերդերը Նորից Մելքոնյանն է գնդակի մոտ, այո նա արդեն հետտրիկի հեղինակ դարձել է այս խաղում եւս մեկը կարող է ավելացնել նախապեցը նմանատիպ տարածությունից գնդակ Վինտերքափի խմբային փուլում Կադիսի դարպասը եւ Վերդերը հաղթեց ու նմանատիպ տարածությունից Մելքոնյանը գրավեց դարպասը, բայց այս անգամ խաղարկում էր Էլոյանի հետ ու Էլոյանի հարված այստեղ շեղությամբ է ստացվում, այո Իհարկե որոշեցին այսպես այս անգամ էլ օգտագործել Վերդերի ֆուտբոլիստները իրենց ստանդարտը կարող էր ուղիղ հարված հետևել դարպասին, բայց Մելքոնյանը այլ տարբերակ նախընտրեց այս իրավիճակի համար Ջուլակյան, խորքից երկար փոխանցում առաջ, այստեղ Մուրադյանն է հրաշալի գործում, ինչ փոխանցում մեկը բումով դեպի Մելքոնյանը, Մելքոնյանն էլ Պողոսյանին ու ընթացքից արդեն Պողոսյանը հարվածեց, բայց մի փոքր բարձր ստացվեց, այո, կարող էր հիմա եւս մեկ դարպասի գրավում լինել, եթե իհարկե Պողոսյանի հարվածը դիպուկ ստացվեր Հիմա Էլոյանը փակեց գնդակի ուղղությունը, արդեն եզից կնետեն Կադիսի ֆուտբոլիստները Դուրգարյան, Ֆիդանյանին է նետում գնդակը Աչ եզրով արագացավ Ֆիդանյանը լավ տարածություն հաղթահարեց Ֆիդանյանը փոխանցումն էլ կա ու Թորոսյան Մակարյան դեպի Շիրխանյանը կրճատել է պետք հաշիվը Կարեն Շիրխանյան շատ այստեղ մի փոքր երկարացել Շիրխանյան ու արդեն Փակվեց Շիրխանյանի հարվածի ճանապարհը Սարգսյանից լավ դուրս եկավ Վերդերը պաշտպանությունից պահել է Մելքոնյանը գնդակը դաշտի սահմաններում կա Մուրադյանի տարբերակը Մելքոնյան հիմա է հասցեագրում գնդակը Հայկ Մուրադյանին Էլոյանը արդեն աչի եզրում է Էլոյան ու արդեն Խաչատրյանը հասցրել էր նահանջել իսկ ինչը այստեղ խախտել է խաղի կանոնները Էլոյանը հարձակման ժամանակ այո Ջուլակյան, երկար փոխանցում առաջ, այստեղ էլ հեռացեցին գնդակը Վերդերի ֆուտբոլիստները, եսից են հետելում Կադիսը Ֆիդանյան լավն էր այս փոխանցումը ու Ադարյանը առաջինն է արձագանքում գնդակին Մելքոնյան եւ այստեղ մաքուր, այո մաքուր գործեց Կադիսի ֆուտբոլիստը Դուրգարյանը հաշվետվում է ստանում գնդակը Ջուլակյան Եվ այստեղ
Այստեղ մաքուր գործեց Վերդերը, այո կարող է հակագրով ստացվել Մելքոնյանի ճուճ փոխանցեց Էլոյանին կարծում եմ առաջին պատճառն այն էր որ չնկատեց, այո արդեն միայնակ կմնար Էլոյանը դարպասապայի դիմաց եթե Մայիս Մելքոնյանը կատարել այս դրվագում փոխանցում Թորոսյան, իսկապես Վերդերը շատ հաջող է կարողանում պաշտպանությունից դուրս գալ դեպի արձակման Պողոսյան լավներ փոխանցում Էլոյանի ուղղությամբ Դաթար վերցրեց մի պահ Էլոյանը, հիմա է կատարում փոխանցում դեպի Աչեզր, Այգ Մուրադյան, Սարգսյանը արդեն Աչեզրում է ստացել գնդակը, լավ նկատեց Մուրադյանին, իսկ այստեղ արդեն խլեցին գնդակը Վերդերի ֆուտբոլիստները, կրկին Կադիսից ու դարեց նորից Մայիս, Մելքոնյանը և Ջուլակյան, ինչ էր անում Մելքոնյանը, եթե Ջուլակյանը չհայտնվեր այդ դիտքում ևս մեկ դարպասի գրավում, կարող ենք ունենալ այդպիսի տնտանութային հարված է արդեն նա կատարել, Պողոսյան, դեպի Մելքոնյանը նորից շատ լավ ընդունեց Մելքոնյանը փոխանցումը, բայց չանցավ այստեղ ու Խաչատրյանը շարժվում է առաջ, բայց տեսեք Մելքոնյանը միջև վերջը պայքարում ու կարողանում պահել գնդակը Վերդերի համար, իսկապես հարձակման առաջատար է Մելքոնյանը ու շատ կարևոր օղակ Վերդերի կազմում Պողոսյան նորից մեքափումով դեպի Էլոյանը լավներ այս փոխանցումը, Էլոյանը հասնում է գնդակին Թողնում Հայկ Մուրադյանին, բարձից փոխանցում Սարգսյանի ուղղությամբ, բայց այստեղ հեռացեցին Կադիսի ֆուտբոլիստները, իսկ կրկին հիմա գնդակը Մայիս Մելքոնյանի մոտ է, նորից Սարգսյան, Մելքոնյան, Ադարյան, ու դեպի արդեն ձախեզր Ադարյանն ուղարկեց գնդակը Պողոսյանն է այստեղ, բայց Ֆիդանյանը խլեց գնդակը այս իրավիճակում, հարվածը բարձր է ստացվում Ֆիդանյանի կատարած, այո շատ լավ մոտեցավ Տուգանայինի մատույցներին, բայց հարվածը բավական բարձր ստացվեց, որը կատարեց Ֆիդանյանը Ադարյան Դեպի Աչեզր Հայկ Մուրադյանն է այստեղ Մելքոնյան Կրկին Ադարյան Պողոսյանին ուղղությամբ գլորեց գնդակը առաջանում է Պողոսյանը նորից Էլոյանին ուղարկեց շատ լավ է այսօր անցնում Պողոսյանի կատարած փոխանցումները դեպի Էլոյանը Սարգսյան ու Ջուլակյանը հեռացեց գնդակը բայց այն կրկին Արտուր Սարգսյանի մոտ է վերադառնում ու լավ էր նկատել Սարգսյանը իհարկե փորձեց հարմար այստեղ այնպես որ Մելքոնյանը առանց ընդունելու հարվածի բայց չանցավ այդ փոխանցումը իսկ հիմա Կադիսի արագ պատասխանը բայց Էդվարդ Հարությունյանն էլ այստեղ է դուրս գալիս դարպասից ու կարողանում հեռացնել վտանգը Պողոսյան Նորից Էլոյան Դեպի Ադարյանը շատ հանգիստ խաղարկում է Վերդերը գնդակ այս րոպեներին Պողոսյան Կա Սարգսյանի տարբերակը, բայց Պողոսյանը դադար է պահում Իսկ հիմա դեպի Մելքոնյանը, այո, ամենաճիշտ պահին կատարեց փոխանցում Մայիս Մելքոնյանի ուղղությամբ Թորոսյան Իսկ հիմա կարող էին սխալվել Վերդերի ֆուտբոլիստները, բայց փոխարեն ինչ հակագրող Հայկ Մուրադյանը հայտնվել է հարվածային դիրքում, բայց շատ այստեղ գնդակը ընթացավ դեպի Սուրանքն ու արդեն Մուրադյանը իհարկե վերջին պահին միայն հասավ գնդակին ու իհարկե սա այն հարվածը չէ, որը մենք սովոր ենք տեսնել Մուրադյանի կատարմամբ, շատ լավ է եզրափակում գրոնները Հայկ Մուրադյանը, բայց այս դրվագում իսկապես լինենք արդարացի ու ասենք, որ ամենավերջի պահին Մուրադյանը հասավ գնդակին ու այսպիսի հարված ստացվեց, այո, սա այն հարվածը չէր կրկնում են, որը մենք սովոր ենք տեսնել Հայկ Մուրադյանից։ Հիմա խաղաղտեց Մելքոնյանը խաղի կանոնները։ Ու Շիրխանյանն է հարվածում և այստեղ հարադարձ եղավ, այո, Շիրխանյանը այս իրավիճակում ամենաճիշտ որոշումը կայացեց, նույնիսկ սուլից չպահանջեց ու որոշեց բաց անկյուն ուղարկել գնդակը և եթե չլիներ այդ անդրադարձը, ապա մենք հիմա արդեն կրճատված հաշիվ կունենայինք
Կաղադաշտում հիմա անկյունային եմ իրականացնի Կադիսը Ֆիդանյան բարձից փոխանցումը կամ իսկ Խաչատրյանի հարվածը էլ ավելի բարձր ստացվեց այս իրավիճակում ու արդեն Էդվարդ Հարությունյանի դարպասից հարված ենք տեսնելու Ադարյան երկար փոխանցում Մելքոնյանի ուղղությամբ որտեղից որտեղ է հասնում այս տղան իսկապես քիչ առաջ ընդհանրապես վարկյաններ առաջ նա պաշտպանությունում էր բայց տեսեք Ադարյանի մեկ փոխանցում ու Մելքոնյանը արդեն հայտնվում է հարձակման գծում Ֆիդանյան երկար փոխանցում Ջուլակյանը արդեն վերածվել է հարձակվողի այո շարունակությունը բայց այստեղ էլ հարվածի ճանապարհը Հագվեց Կադիսի ֆուտբոլիստի կատարը Սվիդանյան մաքուր գործեց Սվիդանյանը Ձախ ոտքով հարված արադարձ այստեղ ու Ջուլակյանը Փորձեց հարվածային դիրքում հայտնվել, բայց ստացվեց եւ Պողոսյանի եւս մեկ փոխանցում դեպի Էլոյանը ու Շիրխանյանն է այստեղ էլ պայքարի մեջ մտնում Էլոյանի հետ Եվ այո խախտեց Էլոյանը խաղի կանոնները Փոխինը մեջքից բրդեց Շիրխանյան երկար փոխանցում առաջ դեպի Ջուլակյանը կհասնի այս գնդակին ոչ Չասավ Ջուլակյանը գնդակին ուժեղ ստացվեց մի փոքր փոխանցումը նրա համար Մելքոնյան դեպի Սարգսյանն էլ ուղղված փոխանցումը, բայց թույլ ստացվեց այն Ֆիդանյան Եվ կար խախտում Թորոսյանը խախտել է խաղի կանոնները եւ չափազանց վտանգավոր դիրքում հիմա Կադիսը ստանում է տուգանային հարվածի հնարավորություն ավելի մոտ տարածությունում քան դա ստացավ ընդամենը րոպեներ առաջ Կարեն Շիրխանյանը եւ տեսնենք այս փորձը ինչպես է ստացվելու այս անգամ ով է հարվածելու կարծես հեռացավ Շիրխանյանը եւ պատասխանատվությունը մնում է այս իրավիճակում Ջուլակյանի վրա Այո Ջուլակյանն է տեղադրում գնդակը ու տեսնենք Ջուլակյանի հարվածը ինչպես կստացվի այն որ դիրքը հարվածային է արդեն դրանում երկու կարծիք լինել չի կարող Ջուլակյանը սովոր է դարպասը գրավել ու նմանատիպ տարածություններից այս փորձը տեսնենք Ջուլակյանը Շիրխանյանը մոտեցավ նույնպես գնդակին Կասուլիչը ու Շիրխանյանն է հարվածում սա իհարկե տնային աշխատանք էր մնաց գնդակի մոտ Ջուլակյանը հետո մոտեցավ Շիրխանյանն ու հարվածեց բայց Հագվեց նաև Շիրխանյանի այս հարվածի ճանապարհը Ես իսկ նետենք Կադիսի ֆուտբոլիստները Ֆիդանյան Ու անկյունային այո վաստակում է Կադիսը այս իրավիճակում Շիրխանյան եւս մեկ փոխանցում ու արդեն Ջուլակյանի մոտ չստացվեց հարվածել Ֆիդանյան գնաց պրեսինգի խլեց գնդակը բայց փոխանցումը թույլ ստացվեց Պողոսյան ու նորից գտավ Էլոյանին Էլոյանն էլ հասնում է գնդակին զարգացնում է արագություն կա Արտուր Սարգսյանը թիկունքում բայց Էլոյանը պահեց գնդակը իսկ հիմա արդեն թույլ ստացվեց փոխանցումը Շիրխանյանը վերականգնում է գնդակը Կադիսի համար ու սա գրոյսկից բայց ոչ Մուրադյան աչից կա Մելքոնյանը դեպի Էլոյանը Էլոյան դեպի Մելքոնյանը բայց ով է հարվածը կատարելու Մուրադյանը ոչ նորից Մելքոնյան Պահում է գնդակը Մայիս Մելքոնյանը, գեղեցիկ գործողություններ Շատ լավ փոխանցում դեպի Հայկ Մուրադյանի ուղղությամբ Եվ կար այո խաղի կանոնների խախտում հիմա էլ Մուրադյանի դեմ պայքարում քանի որ արդեն կփոխանցեր Մուրադյանը դեպի Մելքոնյան ու նա միայնակ կհայտնվեր դարպասապահի դիմաց Եվ տեսնենք
Եվս մեկ ստանդարտ այս անգամ էլ Էլոյանն է իրացնելու այն կամ մրցավարի Սուլիչը Էլոյան ու բարձր ստացվեց Էլոյանի կատարած արվածը 18 րոպե անցավ արդեն երկրորդ խաղակեսից 7 րոպե մինչև հիմնական ժամանակի ավարտը Ֆիդանյան եթե այո Կադիսը մեկը խփած լիներ այս ընթացքում իհարկե բացառել ոչինչ չէին կարող հիմա էլ եկեք չբացառենք ու չշտապենք բայց Վերդերը իսկապես շատ մոտ է Եվս 3 միավոր վաստակելուն ամենայն դեպս եթե 1-2 րոպե ու Կադիսը չգրավի Վերդերի դարպասը գոնը մեկ անգամ ապա արդեն վերջնականորեն իհարկե փաստենք Վերդերի հերթական 3 միավորը բայց կրկնում եմ սա ահֆելի առաջնությունն է այստեղ պետք չէ ժամանակից շուտ իհարկե այսպես ասած որևէ ակումբի բացառել որ կարող է խաղ վերադառնալ իսկ մենք բնավորություն Կադիսից մեկ անգամ չի որ տեսել ենք դիպել էր այո գնդակը Ջուլակյանի ձեռքին այստեղ էլ շատ հստակ ցույց տվեց մրցավարը ու երկար փոխանցում են կրկին տեսնում դեպի Էլոյան իհարկե կասնի այս գնդակին շատ արագաշարժ է Էլոյանը Էլոյան ստացվեց Մելքոնյանին հասցեագրել գնդակը Մուրադյան Թորոսյան նորից Մուրադյան ու դեպի Մելքոնյանը եւս մեկ լավ փոխանցում կատարեց Հայկ Մուրադյանը բայց արդեն դուրս էր եկել գնդակը դաշտի սահմաններից դուրս կարծում եմ մրցավարը այդպիսի որոշում կայացրեց Օհանյան Երկար փոխանցում այստեղ 2:23 համարների պայքար տեսանք, բայց ստացվեց Վերդերի մոտ հեռացնել գնդակը այո Ջուլակյանը արդեն իհարկե տեսնում եք նույնիսկ պաշտպանություն չի էլ վերադառնում միացել են Կադիսի հարձակման գծին ու փորձում է այնտեղ արդեն որևէ բան առաջարկել հիմա նոմինալ պաշտպան մնացել է միայն եթե չեմ սխալվում Վարազդատ Դուրգարյանը Կադիսի կազմում մնացածը նետվել են հարձակման Շիխանյան դեպի Ֆիդանյանը ու Էլոյանը խլեց գնդակը բայց հակագրոհել չստացվեց հիմա կարող է դա լինել Պողոսյան ու ինչու այսպես իհարկե կարելի էր ուղարկել գնդակը Մայիս Մելքոնյանին ով ավելի շատ իհարկե հնարավորություն կունենար մեկ հապումով փոխանցել ու դեպի Էլոյանը Վերջինս եթե նկատեցիք արդեն միայնակ էր մնացել պաշտպանների թիկունքում Հարությունյան դեպի Էլոյանը գլորեց գնդակը Պողոսյանին ստացվեց հասցեագրել այս անգամ Էլոյանի մոտ եւս մեկ փոխանցում Շիրխանյանն է փակում գնդակի ճանապարհը ու փորձում եւս մեկ գրոսել Կադիսի համար Օհանյան վտանգավոր է ու բարձր է ստացվում մի փոքր Օհանյանի այս փորձը Այո հիմա արդեն եկեք փաստենք որ Վերդերը իսկապես վաստակում է հերթական 3 միավոր ու Միջև իր մրցակիցների հանդիպում անցկացնել է Վերդերը մի այսնակը գլխավորի մրցաշարային աղյուսակը վաստակած 15 միավորով Արթուր Սարգսյան դեպի Պողոսյանը Նորից Սարգսյան Պողոսյան ու շատ լավ նկատեց Ադարյանի գրոյի միացումը ու եթե հիմա էլ գրավեր դարպասը Ադարյանը պատկերացնում եք ինչ կկատարվեր բայց այստեղ իհարկե Ադարյանը չէր հարվածում դա ակնհայտ երևաց դա փոխանցում էր դեպի Հայկ Մուրադյանով ավելի նպաստավոր դիրքում էր պարզապես այստեղ Ադարյանի փոխանցումը մի փոքր ուժեղ ստացվեց այստեղ Ադարյանը նորից վերականգնում է գնդակը գլորում Պողոսյանին Ադարյան Սարգսյան շատ հաջող ընդունեց գնդակը պետք է փոխանցել բայց փակ է արդեն ճանապարհը իսկ հիմա արդեն կար խախտում Սարգսյանի դեմ պայքարում այո Խաղարկում են ստանդարտը
Վերդերի ֆուտբոլիստները Մելքոնյան դեպի Էլոյանը Ես ստեթի Վերդերը այո Չեմ կարող։ Արաս Գևորը։ Իրեցի։ Էլոյանն դետեց դեպի Մելքոնյանը, բայց Խաչատրյանը արդեն կրայել է այս ամենը Շիրխանյանը առաջ է շարժվում Իսկ Ադարյանը այստեղ շատ լավ գործեց պաշտպանության կենտրոնում Պողոսյան պետք է արագ ազատվել գնդակից այլապես այո կորցրեց գնդակից Քվիդանյանի արվածից հետո Էդվարդ Հարությունյանը վերցնում է գնդակ ու այն նետում Էրիկ Էլոյանի ուղղությամբ Էլոյան միայնակ փորձեց անցում կատարել, բայց կորցրեց գնդակը Շիրխանյան, Մակարյան, Օհանյան ու շեղությամբ է ստացվում հիմա այս Սևադա Օհանյանի կատարած հարվածը Այո կարող են հիմա Կադիսը վերջնամասում թռչել հանդիպանաշիվը, բայց չստացվեց Օհանյանի մոտ գտնել Էդվարդ Հարությունյանի դարպասը ցանցը ու արդյունքում մնաց անառիկ այս իրավիճակում նույնպես Վերդերի դարպասը Հայկ Մուրադյան Թողեց գնդակը Մայիս Մելքոնյանին Հարությունյան այստեղ սխալվեց Վերդերը, բայց իհարկե Ֆիդանյանը չստացավ հարված կատարելու հնարավորություն եւ եզից հիմա նորից նետել Վերդերի ֆուտբոլիստները Պողոսյան ուժեղ փոխանցում առաջ ամենաճիշտ տարբերակը եւ դա ստացվում է փոխանցում Մայիս Մելքոնյանի համար իհարկե եթե մտահղացում իրականություն դարձնել Մելքոնյան այս իրավիճակում Հայկ Մուրադյանին հարվածային դուրս կբերել Շիրխանյանի անցումը գեղեցիկ էր Շիրխանյան ու բրավո Պողոսյան այստեղ սահանկումով վերացեց գնդակը դաշտի սահմաններից դուրս Եսից են նետում Կադիսի ֆուտբոլիստները Ջուլակյան Ֆիդանյան Հերվից եւս մեկ փորձեղությամբ է ստացվում Ֆիդանյանի հարված ու վերջ հանդիպում է այստեղ էլ ավարտվում է խաղային օրը մեզ մոտ նույնպես ավարտված է 3-0 հաշվով Մելքոնյանի հետրիկի շնորհիվ հաղթեց Վերդերու արժանացավ հերթական 3 միավորին բարի գիշեր ու ամենայն բարիք